Բարի օր հարգելի հետևորդներ, գտնվիմ ինչպես նկատեցիք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանի մուտքի շեմին այս բահուն, այս մուտքեն ուրեմն թեպի ներս կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը, հիշեցնեմ, որ իմ դվյալներով դարին առնվազն 4 անգամներ կգումարվին այս ժողովները, որուն կմասնակցին դարբեր թեմերու մեջ գործող առաջնորդ սրբազան հայրեր, նաև գլխավորությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քաղաքալ Կարեկին II կաթողիկոսին։ Կարևոր ժամանակներ կբոլորենք նույն այս դարբասներու ետին 2019-ին ներկա եղած եմ բավական քննադատություններու թիրախ դարձած շարժումիմը որպես լրագրողի, այսինքն փորձած եմ մեկնաբանություններ կատարել, լուր հաղորդել եւ այդ շարժումը կգոչվեր այն օրերուն նոր Հայաստան, նոր Հայրապետ։ Այսօր բավական դարբեր իրավիճակ կդիրե եւ կնկատենք, որ այս դարագարձությունը, պետություն, իշխանություն ընդեմ եկեղեցի, Կարեկին կաթողիկոս ստացած է շատ դարերային, մտած է դարերային փուլմը եւ բոլոր անոնց հետ, որ կարողացած եմ շփում ունենալ գրոնական թե աշխարհիկ, գտնունին մեկպաս թե հասած է այս տագնապը անվերաթարնալիության գետիմը։ Այսինքն երկու կողմերը վճռական են, մինչ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետը ամեն ջիկ պիտի ենե, այսպես ասած կհանգեցնելու համար ամենայն հայոց վեհապար Հայրապետը, եւ մյուս կողմը Կարեկին II կաթողիկոս շատ ամուր է իր դիրքերու մեջ, առնվազն այդպես կերևի մինչև այս պահը եւ Գարկ մախբիրներ նաև կնշեմ, որ կաթողիկոսը որոշած է մինչև վերջ բայկարիլ բահելու համար իր թիրքը եւ իր պաշտոնը։ Դարբեր պատմաբաններ, վերլուծաբաններ, գրողներ, լրագրողներ դարբեր արտագներու վրա խոսած են, թե մեր պատմության ընթացքին եղած են դեպքեր, որ կաթողիկոսներ ստիպված եղած են լքելու իրենց գահը։ Այս առումով ուղենշային է Բոլսո պատրիարքության բարական, ուր նաև քաղաքական, ներքին, ազգային դարագարձություններու եւ վիճակներու առիթով կամ պատճառով պատրիարքներ ստիպված են եղած լքել իրենց գահը։ Այս օրերուն նաև շատ կխոսվի, թե Հայաստանի վարչապետը պիտի փորձե ներսեն գրավել բերդը, պատկերավոր գսեմ, որովհետեւ այս բայկարի մեջ բնականաբար որպես լրագրող ես կփորձեմ իմ անհատական գեցվածներս հերու մնալ, այլ ներկայացնել իրավիճակը։ Մեկուն համար բերդը գրավել, մյուսին համար եկեղեցին վրա հարձակել։ Երկու կողմերը այսպես կներկայացնեն իրենց գեցվածքները։ Ինչպես ասի, Փաշինյան պիտի փորձե ներսեն գրավել այս բերդը, եթե գրնանք Մայրաթորը նմանցնել Բերդիմը, որ մեր ժողովրդի կյանքի մեջ առանցքային տեր ունեցած է եւ վստահ եմ թերալ պիտի ունենա եւ այդ առումով մենք տեսանք գարկալույց հրճակված քահանայիմը շուրջ այսպես բոլորվիլը իշխանության եւ բադարակը Հովանավանքի մեջ, որ ալիքորերուն նաեւ պիտի շարունակվի եւ ըստ երևույթին պիտի լան նաեւ այլ քահանաներ, որոնք պիտի շագերդով համալրեն այդ շարքերը, գարկալույց հրճակված քահանաներու շարքերը։ Սա նոր փորձ մնե, որովհետև ես չեմ պատկերացներ, որ իշխանությունները կգրգնեն անցյալ ամիսներուն հուլիսին դեղի ունեցած դեպքերը, երբ իրավաբահ մարմիններ մուտք գործեցին Մայրաթոր եւ փորձեցին Միքայել Սրբազանը ցերպակալել, որովհետև այդ մեկը շատ ժխտական արձագանք ունեցավ հանրության մեջ եւ իշխանությունները կգարձեմ ու գուզեմ հավատալ, որ այդ սխալ գործելավոճին չեն անցնիր։ Կան անշուշտ խոսակցություններ, թե կաթողիկոսը գրնա ցերպակալվիլ կամ այլ եպիսկոպոսներ գրնան ցերպակալվիլ, սակայն այդ բոլորը դակավին կմնա աղոտ եւ մշուշի մեջ պատված։ Մյուս կողմը արդյոք այդ քահանաներու շարքերը իրապես պիտի աճին եւ այդ մեկը պիտի դառնա
հավելյալ շարժումը Գաթողիկոսի անցին թեմ գարկ մշրջանակներու մեջ եղած փողոքը արդահայտելու։ Մեր հանրությունը այսօր այդպիսի իրավիճակի մեջ է, որ բոլոր առումներով խորհուրդները, այսպես ասեմ, վիրավոր են, որովհետև մեր պատմության ընթացքին քիչ պատահած է, որ մեր աշխարհիկ թե հատկապես աշխարհիկ քաղաքական թեմքերը այսպես բաց կերպով սլակներ ուղեն, դադարբարդումներ ունեն, մեղադրանքներ հնչեցնեն մեր եկեղեցու հայրերուն հանդեպ։ Սա որոշված գործելավոճ մնե, որուն յետին անշուշտ վարչապետ Փաշինյանն է եւ ինք կարծես համոզված է, որ այս խնդրով ետդարձ չուզեր կատարել եւ գուզե իր բարերով ազատագրել վեհարանը, հաջող կգրգնե այն խոսքը, որ վեհարանը պետք է լա վեհի։ Այս բաժնված եւ լարված իրավիճակի մեջ ամենամտահոգիչը անշուշտ նաև մեր հանրության այսպես անդարբերությունն է, որուն մասին գրնանք երկար խոսիլ, թե ինչու մեր հանրությունը այսօր այսքան անդարբեր է իրավիճակին առընթեր։ Ոչ ոք մտահոգ է, թե այս բոլորը վնաս կհասցնեն մեր եկեղեցին, մեր թարավոր արմատներ ունեցող, մեր ժողովրդի կյանքի մեջ դարբեր առիթներով դերակատարություն ունեցող եկեղեցին, քարեղեն եւ հոգեղեն շենքին վնասներ կհասցնեն։ Ինչալը լան արդյունքները երկու կողմերը, մենք եւ Հայաստանը այս բայկարեն բարդված դուրս պիտի գանք, որովհետեւ եկեղեցու խնդիրները, եթե ունի խնդիրներ եւ ինչպես բոլոր եկեղեցիները ունին խնդիրներ, անհնար է, որ այս միջոցներով, այս դինամիկով, այս կորձելավոճերով կարելի է լուծել կամ նույնիսկ վերքերը փարադել ու թարմանել։ Եթե մեր բոլորին փափակն է ունենալ արդիական եկեղեցի, ապա այս միջոցները չեն օգներ, որ մեր եկեղեցին իր վերքերը բուժի այլ ընդհակառակը, գրնան ավելիով վնասել այս շարժումները եկեղեցիի ներկայության մեր կյանքի մեջ։ Իհարկե կա քաղաքական կարևոր երեսակը, որում մասին դարբեր կարծիքներ կան, թե ուր սխալեցավ եկեղեցին, ինչու սխալեցավ, ինչպես սխալեցավ եւ ինչքանով եկեղեցին արդար էր վարչապետի անցին թեմ այսպես ծանր մեղադրանքներ հնչեցնելու արարքով, որուն ագանադեսը եւ լսողացը դարձանք անցյալ 1-2 դարվան ընթացքին, ինչքանով ճիշտ էր այդ սրբազան հայրերուն գեցվածքը, այդ արումով, ինչքանով դեղին էր, ինչքանով օգտակար էր։ Տեսեք նույն դեպքերը կգրկնվին անցյալին, եթե վարչապետին թեմ մեղադրանքներու հոսքը ոչ մեկ արդյունք քաղեց, այսօր նույնը եկեղեցին թեմ եղած քրոհը գրնա ոչ մեկ շագերդով արդյունք մքաղել։ Այն բարակայի պիտի շարունակենք հետևից զարգացումներուն եւ հստակ է, որ չրբաժանը եղած է երկու կողմերը, ինչպես քիչ առաջացի մայրաթորը կսպասե վարչապետի արձագանքին, որովհետեւ ներսը կումարվող այս ժողովը բավարար ուժը չունի կարևոր որոշումը հաղորդելու կամ լուծման մասին առաջարկելու, ամենաշատը պիտի իսե երկխոսություն, ամենաշատը պիտի իսե համացայնություն, բայց մյուս կողմեն վարչապետը անդրդվելի է իր տեսակետներում մեջ։ Եվ իր սենք քաղաքական թիմը եւ մեր ժողովրդի իրեն համագրող բավական ստվար զանգված ճիշտ կտեսնե, որ Կաթողիկոսը լքե իր կահը եւ հերանա։ Այս բոլորին առընթեր նաեւ առաջիկա օրերը կարեւոր են, որովհետեւ ինչպես նշեցի, քայլերը կսպասվին Հայաստանի վարչապետեն եւ անոր արձագանքն է, որ պիտի դա մայրաթորը։ Մայրաթորը չի գրնար նախաձեռնել այս իրավիճակի մեջ։ Կտեսնենք նաեւ, որ մյուս նվիրապետական աթոռները Մեծիդան Անգելիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի եւ Բոլսո պատրիարքությունը Թիդողի թերին մեջ են։ Բոլորը կսպասեն, թե ինչ կրնա դեղի ունենալ առաջիկա օրերուն, որուն արձագանքը եւ թարգմանությունը պիտի ստանանք այս սուրբ եւ հզոր պատմական բահեն։ Իմ պապակս է եւ մաղթանքս է, որ այս հարցերը բարվոք լուծում ունենան
եւ այս փուլը անցնենք խաղաղությամբ հանուն մեր հայրենիքին, հանուն մեր սուրբ եւ թարավոր եկեղեցին, հանուն հայ ժողովրդին։ Չեմ ուզեր քարոզի վերածել այս խոսքը, բարձրապես փապակներս, մաղթանքներս են, փորձեցի ներկայացնել իրավիճակը մայրաթորեն, այսօր այս բահուն լուր եւ խաղաղ մայրաթորեն, գուսամ այս անտորը կշարունակվի եւ նաեւ փապակս է որ հետևիկ մեր էջերուն, դարաձեք մեր դեսանյութերը, այդպիսով խտանած պիտի իլակ անգախ մամուլի մեր արակելությունը բարին ընծես։